Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Սերգեյ Սմբատյանը պատրաստվում էր ղեկավարել նվագախումբը, երաժիշտները կատարում են բոլորովին այլ, ծրագրով չնախատեսված մեղեդի։ Ահա այսպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը անակնկալ է մատուցել դիրիժորին ծննդյան օրվա առիթով։ Սեպտեմբերի 23-ին Արմենիա միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է Պյոտր Չայկովսկու դաշնամուրի կոնցերտը դաշնակահարուհի Օլգա Շեպսի կատարմամբ։ Երեկոն նշանավորվել է Ալեքսանդր Հարությունյանի 105-ամյա հոբելյանով։ Սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է կոմպոզիտորի տոնական նախերգանքը և Գրակի Բովով ստեղծագործությունը «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ սիմֆոնիկ պոեմից։ Կոմիտասին նվիրված համերգով մեկնարկել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային 3-րդ փառատոնը։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել փառատոնի հանդիսավոր բացման համերգը։ Հայ երգեհոնահարները և հրավիրյալ երաժիշտները ներկայացրել են Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Մակար Եկմալյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ծրագիրը ներկայացնում էր հայ հոգևոր և ազգային երաժշտական ժառանգության բազմազան երանգները երգեհոնի և այլ գործիքների, թավջութակի, բլուլի և շեփորի համադրությամբ։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 22-ին կայացել է Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը նվիրված հայ կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանի 105, Ալեքսանդր Հարությունյանի 105 և Էդգար Հովհաննիսյանի 95-ամյա հոբելյաններին։ Երեկոյի ժամանակ հնչել են նրանց ստեղծագործությունները։ Հայ կոմպոզիտորների հոբելյանական երեկո խորագրով համերգը եզրափակվել է Կոմիտասի ստեղծագործություններով։ Սեպտեմբերի 21-ին անկախության տոնի օրը Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Սրբազան երկխոսություն Լուվրից Հայաստանի պատմության թանգարան խորագրով միջազգային ցուցահանդեսը։ Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվել են Լուվրի թանգարանի հավաքածուներից 16 ուշագրավ նմուշներ, որոնք համադրվել են Հայաստանի պատմության թանգարանի 2 տասնյակից ավելի արժեքավոր առարկաների հետ։ Առանձնահատուկ ներկայացվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի գանձերից Սուրբ Բարտուղիմեոս առաքյալի մասունքարանը։ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում տեղի է ունեցել հայ հոգևոր երաժշտության համերգ սոպրանո Հեղինե Օհանյանի և երգեհոնահար Գրիգոր Հարությունյանի մասնակցությամբ։ Ծրագրում հնչել են Սուրբ Ներսես Շնորհալու, Սուրբ Գրիգոր Նարեկացու և եկեղեցու այլ հայրերի ստեղծած երգասացություններ Կոմիտաս վարդապետի, Մակար Եկմալյանի, Ռոբերտ Աթայանի և Գրիգոր Հարությունյանի մշակմամբ։ Կատարումներով հանդես է եկել Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի Սարյան երգչախումբը Գրիգոր Հարությունյանի ղեկավարությամբ։ Սարյան երգչախումբը կատարել է Պետրոս առաջին գետադարձ կաթողիկոսի հեղինակած Նայեա իմեզ մարտիրոսաց շարականը։ Համերգը նվիրված էր հայրենիքի համար ընկած նահատակների հիշատակին։ Երեկոն տեղի է ունեցել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի օրհնությամբ։ Առնո Բաբաջանյան համերգասրահում սեպտեմբերի 17-ից 23-ը անցկացվել է Երևանյան երաժշտական շաբաթ միջազգային փառատոն համաժողովը։ Այս տարի փառատոնը հյուրընկալել է շուրջ 70 երաժիշտների և բանախոսների աշխարհի տարբեր երկրներից։ Տեղի ունեցել շուրջ 35 միջոցառում, որոնց մեծ մասը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի 5 համերգային սրահներում։ Փառատոնի շրջանակներում կազմակերպվել են համերգներ, պանելային քննարկումներ, վարպետության դասեր։ Փառատոնն իրականացվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ գործակցությամբ։ Հայաստանի նկարիչների միությունում հոկտեմբերի 1-ին կբացվի գեղանկարիչ Գոռ Շահբազյանի անհատական ցուցահանդեսը։ Գեղանկարիչը ծնվել է 1953-ին Սպիտակ քաղաքում։ Սովորել, ապա դասավանդել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ուսանել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղանկարչության բաժնում։ Նա Հայաստանի նկարիչների միության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է։
Գոր Շահբազյանը ցուցահանդեսներով ներկայացել է Շվեյցարիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Կիպրոսում, Բարսելոնայում, Վարշավայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իտալիայում մասնակցել է Դանթեն հայ նկարիչների աչքերով ցուցահանդեսին։ Նկարչի ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի ու արտերկրի տարբեր մասնավոր հավաքածուներում։ Փարիզի Աստվածամոր տաճարի ֆրանսիացի երգեհոնահար Վենսան Դյուբուան մենահամերգով հանդես կգա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում։ Երեկոյի ընթացքում կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի, Ֆերենց Լիստի եւ Վենսան Դյուբուայի երգեհոնային ստեղծագործությունները։ Համերգը տեղի կունենա կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 1-ին ժամը 19-ին։ Հոկտեմբերի 7-ին ժամը 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Ազնավուր հավերժ մեղեդիներ խորագրով համերգը Հայաստանի պետական կամերային երգչախմբի եւ մենակատարների մասնակցությամբ։ Համերգը նվիրված է լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրի երաժշտական ժառանգությանը։ Երգչախումբը կներկայացնի Ազնավուրի հանրաճանաչ ստեղծագործությունների բազմաձայն մշակումներ, համադրելով դասական եւ ժամանակակից մոտեցումները։ Հոկտեմբերի 2-ին ժամը 19:30-ին Սունդուկյանի անվան Մայր թատրոնի փոքր բեմում կներկայացվի Սարա Ռուլի Էվրիդիկե մեկ գործողությամբ դրաման։ Պիեսի հիմքում ընկած է հին հունական առասպելը Էվրիդիկեի եւ Օրփեոսի ճակատագրական սերը։ Արտիստները կներկայացնեն սիրո, կորստի, հավատի եւ վստահության մասին պատմություն զվարճալի, հուզառատ, բազմիմաստ տեսարաններով։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հրավիրում է Վահան Արծրունու երկխոսություն պոետի հետ համերգին նվիրված հայ անվանի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 85-ամյակին։ Երեկոյի ընթացքում կհնչեն Վահան Արծրունու ստեղծագործությունները գրված Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա։ Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին ժամը 19-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան դահլիճում։